թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ, այն է պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգ և այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի նախաձեռնումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Կառավարության կողմից առաջարկվել է նաև ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանություն տալ կառավարության առաջարկին։ Հարցեր Պաշտպանության նախարարին հերթագրում Տիգրան Աբրամյան, խնդրում։ Ուրեմն դուք որպես պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման ուղղված ծրագիր ներկայացրել եք պաշտպան հայրենացը եւ նաեւ ներկայացրել եք թվերը, թե ըստ էության մեկնարկից ի վեր, եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն 22 թվականի, երբ որ ընդունվեց այդ օրենքը, դրանից հետո 4200, շուրջ 4200 զինծառայող, 4225 զինծառայողի ներգրավվածության մասին եք խոսել։ Բնականաբար այս տեսանկյունից դուք ներկայացրել եք այն թվերը, որը ըստ ձեզ կամ ըստ կառավարության հնարավորություն է տալիս գնալու այս փոփոխությունները, այսինքն 6-ամսյա ժամկետի կրճատման։ Այս տեսանկյունից, եթե դուք ներկայացնում եք այդ թիվը, որպես այսպես կոչված դրական բալանս, ես կարծում եմ նաև այստեղ մի քանի այլ թվեր պետք է ներկայացնեք, որպեսզի պայմանական 22-25 ժամանակահատվածի համատեքստում երևա այսպես կոչված դրական բալանսը։ Մասնավորապես 22-ից 25 թվականների ընթացքում առհասարակ պայմանագրային ծառայության համակարգում պաշտպան հայրենացը մի կողմ դրած, որքան մարդ է օրինակ պայմանականորեն լուծել պայմանագիրը կամ չի երկարաձգել պայմանագիրը, կամ այս տեսանկյունից մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքան է կազմում համալրվածության աստիճանը։ Ինչ եմ ես ասում, ես մեկ այլ պայմաններում միգուցե սա չակնկալեի ձեզանից, եթե դուք օրինակ չներկայացնեք այդ 4200 թիվը, որովհետև այս ընթացքում ես ինքս հետևել եմ այս ծրագրին, դա որպես կանոն փոխանցվել է գաղտնի բաժնի միջոցով, այսինքն հրապարակային թիվ չի եղել, բայց եթե եկել այն պահը, որ դուք անհրաժեշտ եք համարել այդ թվի հրապարակումը, ապա այս տեսանկյունից լավ կլիներ մնացած մյուս թվերը հրապարակվեր, որպեսզի հասարակությունը կարողանար այդ ընդհանուր համատեքստում գնահատել, թե դրական բացական համատեքստը որն է եղել։ Մեծ առումով նաև զորակոչի հետ կապված թվերը չի հրապարակվում, ռազմական գաղտնիք է համարվում, չգիտեմ, եթե նույնիսկ դրա անհրաժեշտությունը կա կամ այդպես չի համարվում, նաև անհրաժեշտ է հրապարակել, թե միջին ասված 1 տարվա ընթացքում, 1 զորակոչի ընթացքում ինչքան մարդ է զորակոչվում զինված ուժեր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել, թե ձեր ներկայացած թվերը կամ ծրագրերը եւ իմ ասած հանգամանքները ընդհանուր առմամբ դրական թե բացական սալդո են առաջացնում։ Գիտեք, առաջին տեսանկյունից սա հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, կամ ինչպես դուք եք ասում, հանրությանը հաճելի բան է եղել, այդ նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը Իշտաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու եւ իմ հարցադրումը ես այս համատեքստում ձեզ ներկայացնում։ Խնդրեմ, պարոն նախարար։
մենք հնարավորություն ենք ունենալու եւս 3 զորակոչ, այսինքն ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա եւ հաջորդ ամառային զորակոչը պաշտպան հայրենիացի համար որպես ավելացման հնարավորություն, այսինքն մենք նաեւ մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվեն։ Եվ նաեւ սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու, քան 4225-ն է, որը դուք վկայակոչեցիք, նախկինում ես եմ վկայակոչել։ Այդ թվերը գաղտնի չեն, ես հրապարակել եմ, որովհետև թվերը գաղտնի չեն, անձամբ դրանով զբաղվել եմ, ինձ զեկուցել են, որ գաղտնի չի, դրա բերումով եմ հրապարակել։ Ինչ վերաբերում է զորակոչի թվերին եւ ընդհանրապես զինված ուժերի թվաքանակին, սրանք գաղտնի են, սրանց անդրադարձը կբերի նրան, որ մենք կբացահայտենք բանակի թվաքանակը, այսինքն փակ քննարկման ժամանակ կամ առանձին քննարկման ժամանակ մենք սրա մասին կարող ենք ձեզ հետ խոսել կամ յուրաքանչյուր պատգամավորի հետ, ով գաղտնիություն ունի, կարող ենք դրա մասին խոսել։ Ինչ վերաբերում է նրան, թե պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի պաշտպան հայրենիաց ծրագրով քանի հոգի կա, ես վիճակագրությանը անդրադառնալով կարող եմ նույն 25 թվականի մասին խոսել, չնայած 24-ին էլ վստահ եմ, որ ունեցել ենք դրական սալտո, բայց 25-ին թվականակը 1000-ից ավելի է։ Այսինքն գնացողների եւ եկողների դրական բալանսը մոտավորապես 1300 է, բայց հստակ թիվը չասեմ, որովհետեւ 1000-ից ավելին ավելի պատասխանատու կլինի, այդ իսկ պատճառով նշեմ 1000-ից ավելի։ Այսինքն սա նույնպես գործոն է, որը ցույց է տալիս, որ մեր բարեփոխումների, մեր կատարած քայլերի արդյունքում գրավչությունը բանակում ծառայելու էապես մեծացել է ոչ միայն պաշտպան հայրենիաց ծրագրով, այլև քաղաքացիներ, ովքեր նախկինում զինված ուժերում ժամկետային ծառայությունից հետո հիմա ապրում են իրենց քաղաքացիական կյանքով, իրենց համար գրավիչ է զինվորական ծառայությունը, ինչը շատ ուրախալի փաստ է, վստահ եմ դուք էլ դրանով կուրախանաք ու մեր հանրության հիմնական հատվածը, ով պատկերացում ունի սրա մասին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Մի կողմից իհարկե հղում եք դուք անում ռազմական գաղտնիքի մասին օրենքին եւ չեք հրապարակում այն թվերը, որոնք հանրության համար ավելին կարելի կդարձնեն։ Իհարկե ես չեմ պնդում, որ զինված ուժերի հետ կապված ոչ միայն չեմ պնդում, ես ինքս համարում եմ, որ մեծ թվով թվեր կան, ցուցանիշներ կան, որոնք առհասարակ պետք է չհանրայնացվեն։ Ես մի քիչ զարմացած եմ նաև, որ դուք 4225 թիվը հանրայնացրեցիք, բայց այստեղ այլ բան եմ նաև այս մասով ուզում անդրադառնալ, քանի որ դուք նաև որպես դրական ուղղություն նաև ատեստացիայի համակարգի մասին եք խոսում։ Տեսեք, մի հակասական իրավիճակ է ստեղծվում։ Գնդում սկսած զորամասի հրամանատարից մի շարք պայմանագրային ծառայողներից, այդ թվում սպաներ կամ պաշտպան հայրենիացով ներգրաված անձանցից մոտապես ունենք այն պատկերը, ինչ որ դուք ներկայացնում եք վիճակագրությամբ։ Պայմանականորեն 60-ը 40-ը, այսինքն 60% կամ ավելին դրական գնահատական ստացած։ 65, հա։ Բայց հիմա տեսեք, օրինակ Պաշտպանության նախարարության վերահսկողական ծառայությունը գնում է այն հայտնի, ինչպես ասում են, գրտեի քննությունը անցկացնում, գունդը ստանում է 2։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է զորամասի հրամանատարը, հիմնական տեղակալները, գումարտակի հրամանատարը, մեծ թվով զինծառայողներ, 65%-ը ստացել են դրական գնահատական, բայց գունդը ստանում է 2։ Հիմա ես ինչ եմ նաև այս թիվը հիմա այս բանը հիմա հնչեցնում, որովհետև ինչ ատեստացիայի մասին օրենքը մտել է, վստահ եմ դուք այն հիշում եք, ես բազմաթիվ նաև գրավոր առաջարկներ պաշտպանության նախարարությանը ներկայացել տարբեր չափորոշիչների մասով, եւ երբ որ պաշտպանության նախարարությունը դա հանրությանը ներկայացնում է որպես արդյունք, որտեղ առաջին հայացքից այո, նայում ես, ասում ես դինամիկա ունի որոշակի աճի, թեև ես բավարար դա չեմ համարում, բայց դինամիկա է երևում։ Բայց տալիս են գունդ, որտեղ մեծ թվով զինծառայողներ դրական գնահատական են ստացել, բայց գունդը քննությունը ստանում է ընդհանուր քննությունը ստանում է 2։
Սա կարծում եմ նաև պաշտպանության նախարարության համար պետք է լինի մտահոգիչ եւ հատկապես այն տեսանկյունից, որ պետք է հասկանանք, մենք ինչ չափանիշ ենք դնում, որ կարողանանք ճիշտ գնահատենք եւ զորամասը որպես ստորաբաժանում եւ մարդկանց հրամանատարական պաշտոնի եւ այլն։ Եվ դրա համար այս տեսանկյունից կարծում եմ, որ երբ որ մենք ատեստացիայի նաև գործընթացն ենք ներկայացնում դրա ձեր ներկայացած դրական համատեքստում, այստեղ կան խորքում նաև մեծ թվով խնդիրներ, որոնք այդ չափորոշներով ներկայացված են եւ ամբողջությամբ իրավիճակը չեն արտացոլում։ Պարոն նախարար, բարձրաբանում տվեք, որովհետև հնչեցված տեսակետը իրոք բարձրաբանման կարիք ունի, որովհետև անցնենք առաջ։ Բարձրաբանման կարիք ունի, բարձրաբանը որևէ խնդիր չկա։ Սա իրականում մասնագետները ավելի լավ կհասկանան, վստահ եմ սեղանի շուրջ գտնվողների մի հատվածը միայն կհասկանա ինչի մասին է խոսքը, բայց պարոն Աբրահամյանը շատ լավ գիտի ինչի մասին է խոսում։ Խոսքը նրա մասին է, որ զինվորի անհատական պատրաստությունը կամ նրա ստացած գնահատականը, երբ գնդի ամբողջական պատկերն են գնահատում, իսկ մեր գնահատման համակարգը այնպիսին է, որ եթե անգամ զորամասի հրամանատարը կամ իր հիմնական ստորաբաժանումները լինեն ֆիզիկական եւ գիտելիքներով համալրված ամենաբարձր աստիճանի, բայց օրինակի համար գունդը համալրված չլինի օրինակի համար, մեքենայով համալրված չլինի դասակի հրամանատարության ամբողջական կազմով, այսինքն հաշվի է առնվում սկսած հաստիքացուցակից, համալրումից, մինչև այդ մարդկանց ֆիզիկական պատրաստվածություն։ Իհարկե կարող են լինել եզակի դեպքեր, որտեղ գունդը կարող է ստանալ անբավարար եւ հետո հնարավորություն ունենա գնահատվի նաեւ լավ, գնահատվի բավարար կամ գերազանց։ Ու բնական է, որ մենք սրան արհեստականություն չպիտի հաղորդենք, պարոն Աբրահամյան։ Շատ հեշտ է փոխել չափորոշիչները, ասել գնահատում ենք արկա վիճակով ու բոլորը ստանան լավ ու գերազանց։ Բայց մենք գնում ենք նրան, որ մեր բանակի մարտունակությունը լինի ամենաբարձր աստիճանի ու շատ նորմալ է, որ կարող են լինել դեպքեր, երբ գունդը կարող է ստանալ մի գնահատական, հետո փոփոխությունների, վերապատրաստումների արդյունքում ստանալ այլ գնահատական։ Սկսած նրանից, որ գունդը կարող է բերել պայմանական կարմիր աստիճանի եւ գնդի գործողությունների արդյունքները գնահատվեն անկախ նրանից, ինչքանով է զինված, ինչքանով է համալրված, ինչքանով են պատրաստվածությամբ աչքի ընկել նրա զինվորները։ Այսինքն ամեն ինչն է գնահատվում եւ սա ըստ էության ատեստավորման հետ որևէ աղերս չունի, դուք դա գիտեք։ Շատ լավ, պետք է ընդունենք, որ ծածկադմփոս չունենք։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա է։ Անհատական մոտեցումները ատեստավորման համաձայն, անհատական մոտեցումներն եւ պատրաստվածության մակարդակը։ Իհարկե։ Շատ լավ։ Արիքշի Գևորգյան խնդրում։ Պարոն Պապիկյան, մինչև գալիս ես էլ երկար մտածում էի, թե ոնց հարցերը պիտի տանք, որպեսզի այդ գաղտնիության ռեժիմը նաև պահենք, բայց հասկացա, որ արդեն հրապարակված թվեր կան։ Հիմա առանց ակնկալելու, որ թիվ պետք է հրապարակենք, բայց ընդհանուր տվյալների մասին, եթե խոսանք, մենք այս օրենքի ընդունումից հետո ընդհանուր զինված ուժերի թվակազմում ինչ իրավիճակ ենք ունենալու։ Դա նվազում է լինելու, ավելացում է լինելու ըստ ձեր քաղաքականության, էլի դուք ինչ պատկերացում ունեք։ Երկրորդը մենք մարտական հերթապահությունում, երբ որ անցած տարի օրինակ գնում ենք մարտական դիրքեր այցելության, հիմա թվերի մասին չխոսանք, բայց ունենք թեր համալրվածություն մարտական հերթապահությունում։ Եվ ուզում եմ հասկանամ այդ հարցում ինչ տեղաշարժ ենք ունենալու, սրա հետևանքը լինելու է, որ հնարավոր է ավելի թեր համալրվածություն լինի, թե անգամ մեկու մեջ դիրքերի չպահելու խնդիր կարող առաջանա, այս ոնց է լինելու, կամ եթե ավելանալու է եւ համալրված է լինելու, այդ իմանանք, որտեվ հիմա դիմացը շուտով նաեւ հավանաբար հանձնաժողով գնալու ենք էլի մարտական դիրքեր, կտեսնենք այդ ձեր ասացի բանը ինչ կլինի։ Նաեւ 25-օրյա հավաքների համար ուզում եի հարցնել, մենք երբ որ սկսեց այս հավաքները նախ Երամսիա էր, հետո դառավ 25-օրյա, բոլորիս համար չէինք խոսում, բայց բոլորիս համար պարզ էր, ունենք բաց տեղեր, որոնք պետք է լրացվի, եւ այդ Երամսիա հավաքը
բոլորս ըմբռնումով էինք մոտենում, որ այդ հարցը պիտի լուծի։ Հետո դառավ 25 օրյա հավաք։ Հիմա ուզում եմ հասկանամ մենք ինչ գնահատում ունենք, օրինակ անցած տարվա թիվը նայենք, այս տարվանը նայենք, թե քանի մարդ է մասնակցել եւ ինչ ենք պլանավորում հաջորդ տարվա, մյուս տարվա համար, ավելի մեծ թվով մարդ պիտի ներգրավենք այդ հավաքներին, թե պակաս թվով մարդ։ Եվ վերջի հարցը երկրապահի ներգրավվածությունը, հա, մենք բոլորս էլի հասկանում ենք ու չենք բարձրաձայնում, որ երկրապահի երբեմն տարիքով շատ մեծ, երբեմն շատ առողջական խնդիր ունեցող մարդկանց ներգրավում ենք, որովհետև ունենք դրա կարիքը։ Հիմա ուզում եմ հասկանամ, այդ կարիքը չկա եւ այս մարդկանց այլևս չենք ներգրավելու, թե ամեն դեպքում այդ մարդկանց ներգրավվածությունը լինելու է, հետեւաբար նաեւ կարիքը կա դրա։ Այսքանը։ Շնորհակալ եմ, հուսամ բոլոր հարցերը կմտապահեն, բայց կոնտեքստը ընդհանուր պարզ է, ինչի մասին է խոսքը, ըստ էության մենք պիտի գնահատենք, որ զինված ուժերի հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է եւ ոչ թե մարտական հերթապահություն։ Տարիներ շարունակ մենք շեշտը դրել ենք մարտական հերթապահության վրա, ինչը անխոս շատ կարևոր է, առանց մարտական պատշաճ հերթապահության հնարավոր չի լինել զգոն, հնարավոր չի լինել պաշտպանունակ, բայց շատ կարևոր է, որպեսզի զինված ուժերի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի մարտական հերթապահությամբ, որքան վաթնչի երբեմն պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։ Հիմա վարժական հավաքների նպատակը այն է, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պահեստազոր, որը ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել իր խնդիրը եւ դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պիտի իրականությունից չփախչենք եւ հիշենք, որ 44 օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական խնդիրներից մեկը հենց նաեւ նույն պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու կամ հավաքվելու պարագայում նրանց ոչ մարտունակ լինելու տարբեր ու բազմաթիվ հարցեր, այդ թվում նաեւ ներդաշնակեցման բացակայությունը։ Դա չենք ունեցել։ Դե հիմա դա քանի տարվա խնդիր է, ով է դրա համար պատասխանատու, բոլորս ենք պատասխանատու կարծում եմ, որովհետև մենք բավարար ուշադրություն չենք դարձրել պահեստազորին, իսկ աշխարհում, եթե երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորն է։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով եւ միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները։ Այո, սա զուգորդվում է մարտական հերթապահությամբ։ Այո, սա կարևոր է նրանց տարածքը ճանաչելու ու ներդաշնակեցման գործում, բայց միևնույն ժամանակ սա հնարավորություն է զինված ուժերի համար ավակ սերնդի ներգրավվածության պարագայում նույն 18-ից 20 տարեկան մեր բավականին պաշտպանունակ զինուժը, որովհետև այդ տղաները բավականին ուժը ավյունը տեղներն է, իրաց պետք է պատրաստվածության հնարավորություն տալ։ Նույնը վերաբերում է նաև նույն երկրապահներին։ Հիմա մենք հնարավորություն ենք ստացել վերջին տարիներին, ունենք զորամասեր, որտեղ ժամկետային զինծառայողները ըստ էության մարտական հերթապահության չեն զբաղվում, զբաղվում են պատրաստությամբ։ Ըստ անհրաժեշտության ես ձեզ առանձին կարող եմ այդ զորամասերի մասին ինֆորմացիա տալ։ Իմացողները նույնիսկ կարող են իմանալ, որ զորամասերի մասին է խոսքը։ Այսինքն, եթե մենք ունենք այդ հնարավորությունը, որ ոչ թե մեր զինուժը գամենք առաջնագծին 14 օրյա, այսօր արդեն մեր կարգը թույլ է տալիս 20 օրյա մարտական հերթապահության, այլ նրանց ռեսուրսը օգտագործել պատրաստվածության բարձրացման համար, ինչի դա չանենք։ Այսինքն, եթե մի անգամից կարողանում ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, պատրաստությունից, ներդաշնակեցումից, տարածքի խնդրի ճանաչելիությունից, մարդկանց բանակին կապելու
այդ թվում նաև պոտենցիալ պահեստազորին, մենք դեպքեր ենք ունեցել, հիմա էլ ունենք դեպքեր, մարդը 45 տարեկան է, երբեք վարժական հավաքի չի մասնակցել։ Սա աննորմալ երևույթ է, եւ մենք ընդհանրապես փորձում ենք սա դարձնել նորմալ, ինչը կարծում եմ, որ պիտի գնահատվի, ես ձեր խոսքի մեջ իհարկե որևէ քննադատություն չտեսա, մտահոգություն տեսա, ես ուզում եմ փարատել ձեր մտահոգությունը, ով ասել, որ սրատական հաշվարկներ, իսկ ինչ է լինելու 1.5 տարի հետո, 1.5 տարի հետո լինելու է, որ երկու զորակոչ կամ երկու զորակոչի այն հատվածները, որոնք պայմանագիր չեն կապել պաշտպան հայրենացով, պիտի զորացել են։ 25-օրյաները մենք տարեկան ունենք կառավարության որոշման պահաստատվում, ամեն տարվա սկզբին հաստատվում է թվականակը, 25 թվականի համար ունեցել ենք 16000, 26 թվականի համար նախատեսում ենք 20000, մեր միջինը պիտի լինի 20000։ Այսինքն 20000 պահեստազորային պիտի ներգրավի վարժական հավաքների։ Իհարկե, այստեղ